Այս 45-ից բնակիչն եմ, աղջկաս տունն է, դե ես էլ ծնողը իր հետ եմ ապրում։ Տան ներսում եք եղել, երբ որ Ես աշխատանքի տեղ, գործի տեղում էի, կինս զանգահարեց, լացելով դե շուտ արի։ Եկա եւ տեսա սա ինչ տեղ է ունեցել։ Սարսափելի դեպք։ Լավա գոնե Բաքու մարդ չի եղել, ոչ մեր, ոչ Սերգոյից, այս երկու բնակարանում, ընդհանրապես Սերգոն գործ էր անում Հայաթը։ Աստված իրակողներ, որ այդ պահին ինքը տարի էր գնացել, իր հորոխորդ տարին էր գերեզմանում, դրա համար ինքը ստեղծեց, չէ որ ինքն էլ դժբախտ պատար էր լինելու։ Բաքվում ասում են, որ շունել է եղել։ Շունը հենց հիմա, եթե ուզենանք մոտիկանանք, շատ խելացի շուն էր, շատ։ Մենք շատ ենք, մենք շունը չէր, Սերգոյի շունն էր։ Դեպից խելացի էր շունը։ Մենք շատ ենք։ Անկեղծ եմ ասում։ Կինս անձամբ շուն էր, ճաշ էր պատրաստում երեկոյան, որ իրան շանը Սերգեն տեղ էր թողեն դուս, միջև կինս կեր չտար իրան, Սերգոյի տալուց բացի ինքը պարտադիր բդի տար։ Հանգած լսում էր մենք ստե ասենք եկանք աղբարկնյոց զիբիլ թափելու կամ մեքենան կանգնացնելու, ինքը արդեն գիտեր, սկսում էր հաչալը։ Կինս ասում Շատ հարևաններ ենք, էլ իրաք իմացել են ես տակն եմ մնացել։ Ես է գնացել եմ հորոխորս մահվան առաջի տարիներ, գնացել եմ գերեզմանով, մինչև այդ գործ էի անում, իմացել են թե ես այդե տակն եմ մնացել, զանգում են ձեռքից։ Խոմ ինքը այդտեղ չի, ասես չէ, տունը չեմ ես տարի եմ, ասել դե լավ է, այդ մի կողմից լավ է, Սերգեն ողջ առողջ է։ Փառք Աստծո կամ ժողովուրդ ջան, բարքել են հայ ազգամար, ջարդեն է, փշեն է, մեկա ըլնելու են։ Փառք Աստծո ողջ ենք, բայց ցավոք վարորդը մահացել է, էլի։ Այդ Բեռնատարի վարորդը մահացել է։ Տես ջահել է, երիտասարդ է, վարորդը ափսոս, շատ ափսոս, շինությունը կսարքվի, բայց կյանքը հետ չեն կարող։ Շունն էլ էլի դու պահում ես, մտերմանում ես, բայց ասենք ամենակարևորը մարդկային կյանքն էր մեր համար, բայց ինչը լինի ցավալի դեպքեր է կատարվում, որը ոչ մեկից հաճելի չի, էլի պատա, չգիտեմ, զաբորա էդիկ սարքվի, բայց որ մարդկային կյանքը չի վերականգնվի։ Լացում էին, վախ, ասում մի հատ նենց ուժեղ ձեն եղավ, պապա ասում է, վախում էին։ Տես այդ մեծ ավտոսը դե լուսամուտներ են հնարում է, սի տուն է մտնում։ Էլ են տուն դրա համար ասում կինս լացելով զանգեց շուտ արի։ Դե ինչ կանցնի մտքովդ։ Սի ինչա պատա է։ Ու ադմոյտովից չկարողացավ։ Ես արագ մեքենայով ես եկա։ Ու ճանապարհին զանգում Սերգոյին։ Ասի գոնե Սերգոն տեղյակ կլինի, ինչ ա եղել։ Էն էլ ասաց ես բանեմ, ասի լավ, ուրեմն Չէ, փառք Աստծո, որ ասենք որ մեր հարևաններից բան չեղել, ասում ցավալի այդ երիտասարդ էր, էլի ճիշտ է։ Բաներ, հա։ Բայց դե ինչ էլ անես, փորձանքը սենց արվում, էլի, գալիս է ու գալիս է հələ որ։ Չէ, մենք ուզում ենք որ ամեն ինչ լինի մարդկային հիմքերի վրա, էլի, էական չի։ Հա, նենց չի, փառք Աստծո, տան մեջ չի մտել, ճիշտ է, բակն է։ Դե ասենք մի հոգել ըստեղ ելներ չէր կարա տակից դուրս գալ, էլի, ասենք ուղղությունն է, որ փառք Աստծո, հա, որ բակը նա անգամ տուն չի մտել, էլի այդ մեքենան, հա, ճիշտ է, դուրս բան ջարդվել է, թեթևերով իմա, բայց ստեղ հայաթում մի հոգել ելներ, բրծում չկա, էլի։ Շմիլերը եկա ասում, կդրել է ինքը։ Էսա, շիշկալու, այս ստորբեն, այ նայում եք, շվիլերից կապած էր, են այմա, որ մեքենայի վրա է, դաժը չի ծը, կդրը կծել է։ Այսան որտեն մեկ ինչև ընդ տարել է։ Էսրանք ստե շարած է եղել, պատից էս կողմ, մի պատը էսա, մի պատը այն մասն է, քեզ երևում է պատը։ Հոսանքը։ Չէ, արդեն լավ է, հոսանքը անջատած է, բայց դա ափսոս էր այդ տղեն, էլի երիտասարդ էր։ Ամենայն դեպքում Արեք էսոնից երևում։ Սերգո սևուց գերև ավելա, արեք էսոն։